Բայց այդ ստորագրությունը Էդմոն Մարուկյանը մեռավ ամեն օր ասելով, որ եկեք միացեք։ Հենա, զանգում է պարոն Մամեջանյանին։ Հարցնում երբ ուղարկավորությունը։ Ինչ է նշանակում մեռավ։ Նկատի ունեմ ջանք էր գործադրում։ Ինչքան ուզում թող գործադրի։ Ինչքան ուզում թող գործադրի։ Ես ներողություն, իրար դուք մի խանգարեք։ Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն արել։ Խնդրում եմ այդ հայտարարությունը նայեք, տեսեք, արդյոք այդ հայտարարությունը խոստանում է կամ կանխատեսում էր, կամ ինչ-որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ-որ մեկին առաջադրեն, այդ խմբակցությունը սատարելու է։ Տենց բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է քննարկելու են, քննարկել է եւ իր կարծիքը տեխնացուի մասին հայտնել է։ Ախր շատ բարձր process է։ Ասում եմ, եթե ուզում եք Նիկոլին հեռացեք, հենա տեխնացու կա, հազիվ շանս է առաջացել, հեռացեք։ Մեկը ժամանակավոր է լինելու։ Հիմա այդ կլասիկին դեմ եք, ինչ չափանիշներ պիտի ունենա։ Մոդեռն տեխնացու երկու։ Ախր չափանիշը պետք է լինի նվազագույն բաներ, ես չեմ ասում հիմա իմ մոտ գրած է թե ինչ չափանիշների, բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Հասկացել եմ, որ սխալ է։ Դու թող հանգիստ նստի, էլի, որ մենք իրան չենք տանում դատում։ Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել այս մարդը։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, խնդրեմ, բայց մենք հայտարարել ենք։ Այո։ Իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլայ։ Այո։ Այս հենց Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության։ Ով ուզում է գա։ Այսինքն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատը լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Նախագահ պրոցեսներին պետք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, կոնսենսուս եւ այլն, թե չպետք է սպասել։ Գիտեք, որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։ Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց ես չեմ տեսնում այսօրվա այս օժանդակությունը, այդ օժանդակությունը, այդ չափով, որ բավարար լինի, բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր կսատարեն այդ շարժում, ես դրանում չեմ կասկածում։ Այս համատեքստում Լավրովի այսօրվա հայտարարությունը, որ ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել, արդյոք պետք է համարել պրոլոգ, որ ամեն դեպքում վստահություն չկա նաև այդ խոսույթը ձևավորող իշխանությունների հանդեպ։